Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած քրիստոնյա դեմոկրատական կուսակցության եւ քրիստոնյա սոցիալական միության դաշինքը դեմ է արտահայտվել Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը։ Թուրքական հյուրիեթի հաղորդմամբ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ կուսակցությունները հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը, որտեղ հատուկ անդրադարձել են նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններին։ Չնայած իշխող կոալիցիայի նախընտրական ծրագրում ընդգծվում է Թուրքիա-Եվրամիություն ռազմավարական ու տնտեսական հարաբերությունների կարևորությունը, այնուամենայնիվ Մերկելի ղեկավարած քաղաքական ուժը դեմ է Թուրքիայի անդամակցությանը եվրոպական ընտանիքին։ Մենք կողմ ենք Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների խորացմանը, ինչը երկուստեք շահավետ է, սակայն մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը, քանի որ այդ երկիրը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Խորապես մտահոգված ենք Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես խոսքի ու մամուլի ազատության հարցերում տեղի ունեցած վերջին զարգացումների առնչությամբ, ասված է նախընտրական ծրագրում։ Պաշտոնական Անկարան առայժմ չի արձագանքել կանցլեր Մերկելի ղեկավարած կոալիցիայի արտահայտած դիրքորոշմանը։ Մինչ այդ թուրք-գերմանական հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում Գերմանիայի Համբուրգ քաղաքում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք մեծ 20-յակի գագաթնաժողովից օրեր առաջ։ Թուրքական կողմը դիմել էր գերմանական իշխանություններին Համբուրգում Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի եւ նրա համակիրների հանդիպումը կազմակերպելու համար։ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը սակայն հայտնել էր, որ թուրք-գերմանական լարված հարաբերությունների պայմաններում նման հանդիպումը նպատակահարմար չէ։ Նախօրեին էլ գերմանական իշխանությունները զգուշացրել են, որ նախագահ Էրդողանը չի կարող ելույթ ունենալ նաև թուրքական հյուպատոսարանում, պատճառաբանելով, թե Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելված են Եվրամիության անդամ եւ այլ երկրների առաջնորդների ելույթները։ Մինչդեռ Բերլինում Թուրքիայի դեսպանության մամուլի խոսնակ Ռեֆիկ Սոուկօղլուն ավելի վաղ գերմանական թերթերից մեկին հայտնել էր, թե հյուպատոսարանում Թուրքիայի նախագահի ելույթի համար իրենք դաշնային կառավարության թույլտվության կարիքը չունեն։ Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշն էլ անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերություններում առկա խնդիրներին նշել է, թե դրանք կապված են Գերմանիայի ներքաղաքական զարգացումների հետ։ Այս լարվածությունը արհեստածին է, որը ստեղծվել է գերմանացի որոշ քաղաքական գործիչների կողմից, ելնելով ներքաղաքական շահերից։ Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունները չեն կարող թունավորվել ոմանց ձեռքով, ասել է Քուրթուլմուշը։